Մեր հաճախորդների կողմից հնչում են բազմաթիվ հարցեր արևային կայանի տեղադրման վերաբերյալ եւ կփորձենք այսօր անդրադառնալ դրանցից մի քանիսին։ Պարոն Ստեփանյան, ինչու է կարևոր ընտրել փորձառու արևային ընկերություն, եթե ցանկանում եք տեղադրել արևային համակարգեր։ Արևային կայան դա նախագիծ է, պրոյեկտ է, որը ամենայն հավանականությամբ տեղադրվում է կյանքում մի անգամ եւ խելամիտ կլինի կատարել շատ խորքային հետազոտություն հաճախորդների կողմից, ովքեր ցանկանում են տեղադրել այդ կայանը եւ ընտրել ամենալավ գին որակ, ամենահուսալի եւ անվտանգ ընկերությունը, որ կարող է այդ ծառայությունը մատուցել։ Իսկ շուկայում այնքան շատ են ընկերությունները, որոնք բոլորն էլ առաջարկում են լավագույն գին որակ հարաբերակցությունն ու երաշխիքները փորձը ինչպես կողմնորոշվել այս մեծ շուկայում։ Հետաքրքիր հարց է, արևային ոլորտը այն ոլորտն է, որ գրեթե բոլոր հարցերը կարող են ապացուցելի պատասխաններ ստանալ, թե համացանցից, թե այլ աղբյուրներից, այսինքն յուրաքանչյուր հայտարարություն, որ արևային ընկերությունը հնարավոր է ապացուցել եւ հաճախորդը ցանկության դեպքում կարող է դա անել։ Շատ լավ, այսինքն ցանկանում եմ իմանալ, արդյոք միայն երկար տարիների փորձը եւ լինելը շուկայում բավարար է, որ առաջնորդվենք այդ սկզբունքով եւ ընտրենք հենց այդ արևային ընկերությունը։ Գիտեք, այն ընկերությունը, որը տալիս է 5 եւ ավել տարվա երաշխիք, գոնե 5 տարեկան եւ ավել պետք է գոյություն ունենա շուկայում, բայց տարիների այդ աշխատանքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Պետք է ուշադրություն դարձնենք նաեւ ընկերության չափսերին։ Ինչքան է մեծացել ընկերությունը այդ տարիների ընթացքում, որովհետեւ եթե հաճախորդները գոհ են եւ պատվերներ են տալիս, ընկերությունը ուղղակի չի կարող չաճել։ Այս առումով պետք է հիշենք մեր հայ մեծերից այդ հայտնի արտահայտությունը երեխաները պարտավոր են մեծանալ։ Եվ այդ առումով այո, ընկերություններն էլ պարտավոր են մեծանալ եւ այսօրությամբ 10 տարեկան ընկերություն, որը դեռևս գոնե 100 աշխատակից չունի արևային ոլորտում, այդտեղ պետք է արդեն մտածել, թե ինչու է այդպես։ Օրինակով համեմատական Էկովիլը 10 տարեկան է եւ 350-ից ավել աշխատակից ունի, թիմակից ունի, որը լրացուցիչ ապացույց է, որ ընկերությունը ոչ միայն գոյություն ունի երկար տարիներ, այլ աճում եւ զարգանում է երկար տարիներ, դա շատ կարեւոր է։ Իսկ կան ընկերություններ շուկան, որոնք նոր են ստեղծվել եւ առաջարկում են 20-ից 25 տարվա երաշխիք արևային համակարգերի համար, ինչպես է դա կատարվում ու հաճախորդները ինչպես պետք է վստահեն այդ ընկերություններին։ Հետաքրքիր հարցային առումով, որ ստարտափ ընկերությունները, որոնց մեծ մասը առաջին 3 տարվա ընթացքում ընդհանրապես ըստ փորձի, թե տեղական, թե համաշխարհային այլևս գոյություն չեն ունենում, առաջին իսկ ստեղծման օրվանից առաջարկում են 15, 20, մինչև 30 տարի երաշխիք, դա մենք կոչվում ենք ավելի շատ մարքեթինգային երաշխիք, մարքեթինգային ոնց որ այսպես տրյուկ ասած, որ այսօր այդ ընկերությունները ուղղակի լուծում են այժմեական վաճառքի եւ գոյություն պահպանելու հարցերը։ Բնականաբար արդյոք գոյություն կունենան 5 տարի հետո, 10 տարի հետո կամ իրենց հայտարարած 30 տարի հետո, դա մեծ հարց է։ Ճիշտ է, նույնը կարող է ասել փորձառու ընկերությունների մասին, բայց համաձայնվեք, որ եթե ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում է, ունի մի քանի 100 աշխատակից եւ 10 տարուց ավելի շատ հաջողված փորձ, հավանականությունը, որ նա շարունակի գոյություն ունենալ, շատ ավելի մեծ է, քան նորաստեղծ ստարտափերին, որ այսօրվա բուն խնդիր են լուծում։ Շատ լավ, իսկ այդ դեպքում փոքր ընկերությունները, որոնք դեռևս շուկայում այդքան էլ մեծ հաճախորդների բազա ու իրականացված նախագծեր չունեն, ինչպես իրենց հաստատուն քայլեր ունենան շուկայում ու մեծ խաղացողների կողքին իրենց դեր ունենան։ Հետաքրքիր է այն առումով, որ այո, 10 տարի առաջ Էկովիլը եւս եղել է նորաստեղծ ընկերություն, ստարտափ ընկերություն եւ մենք էլ բավականին դժվար է եղել նախագծեր իրականացնել, թեպետ 10 տարի առաջ հենց ոլորտն է շատ նոր, գրեթե փորձառու ընկերություններ չկային էլ կամ շատ քիչ էին, բայց գիտեք, հաճախորդի տեսանկյունից, եթե դու տեղադրում ես արևային կայանը մեկ անգամ քո կյանքում, չգիտեմ, արդյոք արժի որ քո տանիքի վրա, քո արևայինի վրա
փորձ հավաքի, ինչ որ ընկերություն սխալներ անի, ինչ որ վնասներ կրի, հետո փորձի փոխհատուցել, հետո չկարողանա կամ կարողանա, այ հաճախորդի տեսանկյունից դա հարցեր են, որոնք պատասխան են ակնկալվում։ Հանուն ինչի փորձենք, որ մեր ընտանիքին եւ կայանի վերաբերյալ նոր փորձ հավաքեն ընկերությունները։ Այդ հարցին եթե պատասխանը կա, իհարկե կարող եք դիմել նաեւ սկսնակ ընկերությունները։ Շատ լավ, իսկ եթե նայենք շուկային, բոլոր ընկերություններն գրեթե նշում են, որ իրենք ոլորտի առաջատարն են, ինչպես կողմնորոշվել եւ ընտրել իրոք ոլորտի առաջատարին։ Ամենահերթացն է։ Առաջատարը դա նախագծերն են։ Նախագծերը դրանք հաշիվներ են, հաշիվներն դրանք հարկեր են։ Ուղղակի պետք է ճշտել կամ հարցնել, կամ ուղղակի համացանցով նայել, թե որերորդ տեղն է գրավում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում նշված ընկերությունը։ Այսօր հայտարարությունները ընդհանրապես մարքեթինգային, զուտ մարքեթինգային կամ գովազդային դրույթ են, թե դրա տակ իրական կան նախագծեր, բնականաբար եւ իրական վճարած հարկեր։ Որպես տեղեկություն, մի քանի տասնյակ 70-ից ավել ընկերություններից միայն 5 ընկերությունն են, 3-ից 5 ընկերություն կա, որը տեղ է գտել Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում եւ հպարտությամբ կարող ենք ասել, որ Էկովիլը առնվազն 2025 թվականի միշտ եղել է առաջատար, իսկ մասնավորապես 2025 թվականի առաջին եռամսյակը փակել է առաջին տեղում ոլորտում, գրավելով 1000 խոշոր հարկատուների ցանկում 156-րդ տեղը, որը խոսում է թվերով ընկերության փորձի կատարած նախագծերի եւ առաջատար դիրքի մասին, ինչը չի կարելի ասել ցավոք ոլորտի շատ ընկերություններ, ինչ եմ ասում ցավոք, որովհետեւ այդ ցանկում կարող են լինել շատ ընկերություններ, բայց մատերի վրա կարելի է հաշվել այդ 70+ ընկերությունների ցանկից։ Էկովիլ, զգա արևի ուժը։